Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ ենթադրյալ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը։ Ներքին գործերի նախարարությունից են հայտնում։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները զանգերի կենտրոնում խուզարկությունը նոյեմբերի 20-ին են իրականացրել։ Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ Արաբկիր վարչական շրջանում վարձակալել էին կոմերցիոն նշանակության տարածք եւ այդ տարածքում տեղակայել էին զանգերի կենտրոնների համար նախատեսված համակարգչային տեխնիկան։ Հետագայում ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ այդ զանգերի կենտրոնը ուներ հանցավոր ուղղվածություն եւ նախատեսված էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու համար։ Գերատեսչությունից վստահեցնում են, թե Հայաստանում գործող նմանատիպ առերևույթ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն մեխանիզմը կիրառող այլ կառույցների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին։ Հնարավոր եղավ պարզել նշված հանցավոր զանգերի կենտրոնի մեջ ներգրաված յուրաքանչյուր անձի դերակատարությունը, այնկեղծ հարթակների տվյալները, որի միջոցով վերջիններս թիրախավորում էին նոտարիալ քաղաքացիներին, ինչպես նաև այն կրիպտոդրամ բանակների հասցեները, որոնք օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կանխիկացնելու համար։ Մեդիափորձագետներն ասում են, այսօր զեղծարարները շատ տարբեր ձևերով են մարդկանց հետ կապի մեջ մտնում։ Դրանք հիմնականում սոցիալական ցանցերն են։ Հիմա արդեն գնալով շատանում են հեռախոսազանգերով զեղծարարությունները։ Բջջային օպերատորները, ինտերնետ օպերատորները, այսինքն այն ծառայությունները, որոնց մեջ մարդիկ այսպես թաղված են իրենց առօրյայով եւ այդտեղ փորձում են մտնել։ Իսկ ինչպես հասկանալ, որ գործ ունենք զեղծարարների հետ։ Պետք է իմանալ մի քանի պարզ կանոն։ Եթե ձեզնից ուզում են անձնական տվյալներ, գաղտնաբար, քարտային կամ բանկային հաշվեհամար, կամ խնդրում են հեռախոսի համակարգչի մեջ ինչ-որ գործողություններ անել, ուրեմն զեղծարարների թիրախում եք հայտնվել։ Եթե նման զանգ կա կամ նամակ կա, այստեղ շատ պարզ է, եթե մարդ ունի փոքրիկ կասկած ազգում, կամ ինչպես ասացի, իրենից ավել պակաս բան են ուզում, կամ ինքը լավ չի հասկանում ինչ են իրենից ուզում, ամենալավը դադարել զանգը, առաջնային կապնել այն ընկերության հետ, որի անունից ձեր հետ խոսել էին, իսկ հետո եթե լուրջ գործա իրավապահ մարմիններին։ Մեդիափորձագետի խոսքով զեղծարարների տեսադաշտում միայն տարեցներն ու ժամանակակից տեխնոլոգիաներից ոչ այդքան լավ հասկացողները չեն։ Նրանք փորձում են թիրախավորել բոլորին, պարբերաբար թարմացնելով խարդախ, խորամանկ, բազմաքայլ սցենարներ։ Մերի Դանիելյան, Reopen Media։